Ֆիրդուսի, Շահնամե, Զալ և Ռուդաբե, Զալի և Ռուդաբեի ամուսնությունը։ Սամը կնքեց Մեհրաբի հետ ամուսնության մի պայման։ Մարդկանց մոտ այդ հին օրենքը ավանդվում էր դարեդար։ Դեստան Զալը և Ռուդաբեն նստեցին կիպ կողք կողքի, հանց լուսինն ու արեգակը գահաթորին երկնքի։ Ոտքերի տակ շաղ էր տրված ոսկի, արծաթ ու գոհար, ամեն մեկի գլխին լուսե ու ոսկեհուռ մի թակ կար։ Ապարանքը շողշողում էր պերճանքներով թանկագին։ Ամեն քաջի մոտ կար կանգնած մի մատրվակ ստրուկ կին։ Շահի ծառան բերեց շքեղ նվերների մի ցուցակ, Զալի համար ակնեղեններ, Ռուդաբեին հանդերձանք։ Բազմաքանակ նվերներից զարմացել էր Սամ հսկան, որովհետև ոչ ոք նրան չէր նվիրել փող այդքան։ Ասաց. «Սիրող զույգի համար այժմ բացվեց ճանապարհ, նոր արշալույս պիտի լինի իմ Զաբուլում ծաղկավառ, առավոտից մինչ կեսգիշեր կնստենք մենք խնջույքի, քանզի կյանքը դատարկ բան է, առանց գինու հաճույքի, իմ Զաբուլից մինչև Քաբուլ թող երգ լսվի խանդակատ, անհնարին բան է, որ ես խնջույք չանեմ մի շաբաթ»։